Ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման միջև տարբերությունը առաջին հերթին ծանրության աստիճանն է, երկրորդ տեղում երևի թե եթե փորձենք նշել դա կատարման միջոցն է եւ դրա արդյունքում հետապնդվող նպատակը ինքնասպանության փորձի դեպքում բնականաբար ենթադրվում է, որ ցանկությունը եղել է կյանքի վերջ տալը, իսկ ինքնավնասման դեպքում դա ուղիղ ոնց որ հնարավոր չէ կյանքի վերջ տալու նպատակ հետապնդի, այլ ուղղակի լինի աուտոագրեսիայի դրսևորում։ Գլխավոր խնդիրը այս պարագայում հոգեբանների բավարար քանակն է, մենք դրա խնդիրը ունենք թափուր հաստիկներ եւ ունենք ազատությունից զրկված անձանց թվի աճ, որի պարագայում առկա համալրված հաստիկները բավարար չեն մեծ ծավալով փակելու աշխատանքները եւ դրանով պայմանավորված շատ հաճախ հոգեբանները ստիպված են լինում բացառապես իրենց ռեսուրսները ուղղել պարբերաբար օրինակ ինքնավնասում կատարող անձանց կամ հացադուլ հայտարարող անձանց, ովքեր ունեն հոգեբանական աջակցության կարիք։ Բարեփոխումները այս ուղղությամբ պարբերաբար մեր մասնագետների վերապատրաստումներն են, որակական հատկանիշների եւ կոմպետենտության բարձրացումն է, ինչպես նաեւ մենք փորձում ենք հիմքեր ստեղծել մեր մասնագետների սուպերվիզիոն ծառայություններ տրամադրելու ուղղությամբ։ Կարևորագույն բարեփոխումներից, որին գնում է քրեակատարողական ծառայությունը եւ արդարադատության նախարարությունը, դա հնարավորինս շատ զբաղվածության ապահովումն է, օգտակար զբաղվածության, կլինի դա աշխատանքի, կրթության, թե տարբեր միջոցառումների մասնակցության ձևով։ Լավագույն փորձի համապատասխանացումը մեր իրականությանը արդեն իսկ քրեակատարողական հիմնարկներում ներդրված գործիքակազմի գոյությունն է, որը արդեն գործարկվում է քրեակատարողական հիմնարկներում եւ ինքնասպանության ռիսկի բացահայտմանը ուղղված գործիքակազմ է, որը հնարավորություն է տալիս հնարավորինս շուտ հասկանալ տվյալ անձը ունի ինքնասպանության ռիսկայնություն թե ոչ եւ ըստ դրա կառուցել արդեն վարչակազմի աշխատանքները։ Հստակ պատճառահետևանքային կապերի վերաբերյալ պետք է նշեմ, որ ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դեպքում մենք գործ ունենք պատճառների լատենտանության հետ, այսինքն շատ հաճախ բարձրաձայնված պատճառները չեն համապատասխանում իրականությանը, կարող է տվյալ անձի կողմից ինքնավնասման գնալու վարքը պայմանավորված լինի լրիվ այլ պատճառներով, որի մասին այդ փուլում տվյալ անձը չի ցանկանում բարձրաձայնել։